Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի զարգացման խոչընդոտներից է ջրի խնդիրը։ Խմելու ջուրն այստեղ ոչ միայն չի բավականացնում, այլև որակապես շատ վատն է։ Ջուրը չի ֆիլտրացվում, ներքին ցանցն էլ վերանորոգման կարիք ունի։ Համայնքի ղեկավարի խոսքով կապտաժները շատ կեղտոտ են, եթե մեկ բաժակ ջուր ուզես, մեջը կեղտ է, հատկապես անձրևից հետո։ Տասնյակ տարիներ շարունակ ոչ մի աշխատանք չի կատարվել, եթե նոր կապտաժները կառուցվի, մեկ էլ ներքին ցանցը, այս խողովակները փոխվի, խմելու ջուրի որակը միանշանակ կփոխվի։ Քանի որ շատ մեծ ներկապահին ժամանակաշրջան է լինում, որ ցեխաջուր է գալիս, անձրևներից, հեղեղներից, ձնհալից, հիմնական պատճառը դա։ Ներկապահին մենք գտնում ենք Վերիշեն բնակավայրից մի 500 մետր բարձրության վրա գտնվող OKJ-ի մոտ, գյուղը մոտորապես ունի 2500 բնակիչ, մոտ 100-120 արցախցի ունենք ներկապահին, որոնք եւ տուն են գնել եւ ժամանակավոր բնակվում են։ 100-ից ավել երեխաներ են մանկապարտեզ հաճախում, մոտ 350 աշակերտ դպրոց են հաճախում։ Այս խմելու ջրի հիմնական պատճառներից մեկը ազգաբնակության հետ կապված լուրջ որակի խնդիրն է։ Ջրի կորուստ ունենք խողովակաշարի, բայց հիմնական խնդիրը որակի խնդիրն է։ Մենք մեր ջուրը չենք օգտագործում խմելու համար։ Բարձրանում ենք ակներ գյուղից, բերում խմելու համար, իսկ տանը օգտագործում ենք բաղնիքի տենց սովորական լվացքի բանի համար։ Երեք դա հենց մի քիչ տվարոկը դրեց սառը ջրի տակ, լրիվ սևացավ, ժան գա գալիս, լրիվ ժան կեղտ, որ խմում ենք մեր երեխեքն է, թորներս ամառը գալիս են, փորացավ են կպնում, մեծ խնդիրներ ենք ունենում ջրի հետ կապված։ Երկու օրը մեկ ես լվացքի մեքենան բացում եմ, մաքրում եմ, զանգում ենք գազի բանը, որ կալոնկան փչացել է, ասում է ջրի հարցը լուծեք, լրիվ կեղտ է, չենք կարում։ Այդ քնը լրիվ մեր կենցաղային բաներն է, չէ, որը դժվարությունների առաջ է կանգնում։ Հարյուր տարի է մեր գյուղի այս խողովակները, որ գցել են, մինչև հիմա ոչ նորոգել են, ոչ բան են արել, ոչ էլ մեկը հետևել է։ Սա առաջի անգամ է, ինչ անում են, առաջի անգամ են անում։ Ուտրանից հետո մեր կապտաժները սա կեղտ է։ Տան աղբյուրը բացում ես, բաժակը դնում, տակը ամեն ինչ կա մեջը, ամեն ինչ ուզես մեջը կա։ Եռացնում եք նոր ստիպած խմում, կամ խանութի ջուր եք առնում խմում, այնի միատ տան օգտագործման համար է։ Ջուր չկա ընդհանրապես, ջուր կա, խմելու ջուր չկա, խմելու ջուր։ Գյուղատնտեսության վրա էլ կազդի, քանի որ նոր Վերիշենում արդեն ջերմոցային տնտեսություններ են հիմնում, մանավանդ ժողովուրդ, որ կաթիլային ոռոգման համակարգ են ունենում, եթե ցանցը վերանորոգվի, փոխվի, խնդիրը միանշանակ կլուծվի։